Փառքնեժդեհին եւ ազատություն ապստամբ սասնածռերին։ Երբ որ լսում ենք, որ Նիկոլան հանգստանում է, որ Հայաստանում կես միլիոն մարդ կա, որ իր ասած այդ արևմտյան Ադրբեջանին ինքը անունադրել է խաղաղություն, բայց թուրքերը արևմտյան Ադրբեջան են ասում այդ գործողությանը, ով դեմ 500,000 մարդ դեմ է փաստորեն ըստ իրեն իբր Հայաստանում արևմտյան Ադրբեջան թեզին, բայց ինքը մոռացել է, որ Սփյուռքում էլ միլիոնավոր հայեր կան, որ նորից դեմ են։ Եթե ինքը այդ 500,000-ին սպառնաց ասեց հատ-հատ կմտնեմ ձեր տները, ովքեր դեմ են մեր այս ծրագրին, բանդերը չես անելու։ Լավ, կարողացար Սփյուռքին մի պահ կտրել հայրենիքից։ Այն պատերազմի օրերին ուղարկված այդ գումարները, օգնությունները դու դիտմամբ աշխատավարձի եւ պարգևաճարի տեսքով տվեցիր կառավարությանը, որ Սփյուռքը հիասթափվի։ Իրոք դա դիտմամբ արված քայլ էր, որ Սփյուռքը հայրենիքից հիասթափվի, ել նվիրատվություն չանի։ Դա դրան էր ուղղված։ Եկեղեցին գնացիր, ավիրեցիր, որ այս ընտրություններին пассив մնա։ Լավ, пассив մնաց։ Բայց ոչ հավիրվեց։ Բայց ոչ չքանդվեց, կամ Սփյուռքը հո հայրենիքը չմոռացավ, Սփյուռքը հասկացավ, չէ՞, որ իշխանությունն է այս ամեն ինչն անում, Հեյդարի Լակոտի պատվերով։ Կամ որ Արցախում պատմամշակութային հուշարձան են ավերում, ու դու լուռ ասում ես, դա իրենց երկրի տարածքն է, իրենք ինչ ուզեն կարող են անել, օրինակ։ Նախ դա իրենց երկիրը չի, դա մեր երկիրն է։ Երկրորդ, դու կարող ես Երևանի այդ կապույտ մզկիթը քանդել կամ երկու քարվրից պոկես։ Հրադես ՅՈՒՆԵՍԿՕ-ից սկսած աշխարհի տարբեր իսլամական երկրներ, որքան էլ դա կոչվում է պարսկական, հավատացեք, նոտ կուղարկեն Հայաստանին։ Բայց Ալիևը Հեյդարի Լակոտը շատ հանգիստ ավիրում է։ Գիտեք ինչու։ Որտեղ Նիկոլն ասում է կամ Արսեն Չիկթորոսյան ասում է, իրենց երկիրն է, ինչ ուզեն կարող են անել։ Մեր դեպքում դառնում է, որ դա իրենց երկիրն է, ինչ ուզեն կարող են անել։ Բա Իլհամը ինչի պետք է իրեն լավ չզգա։ Երբ որ Արցախ էին հայաթափում, որոնց Նիկոլը անվանեց փախածներ, վիրավորեց։ Երբ որ Արցախը հայաթափում էին, այսինքն հայաթափելուց մի երկու օր առաջ Նիկոլն ասեց. Իլհամը Արցախում ինչ անի, մենք չենք խառնվելու։ Եվ զինաթափեցին տղերքին, նախ զինաթափեցին ռուսների հետ։ Եթե Հայաստանի իշխանությունը եւ այն խորհրդարանը մուրջ մանգաղաստեղ, որը վերարտադրվել է, եթե իրենք համաձայն չլինեին Արցախը հայաթափելուն, հաստատ Հայաստանում ցնցումներ կլներ։ Ես միշտ ասել եմ, մուրջ մանգաղաստղը ինքն է հայաթափել Արցախը, որովհետև իրենք զուս մնացել են, տղերքին ասել են տվեք զենքներդ, որ ռուսն ուզում է տվեք։ Տալուց հետո ասել են Իլհամը գալիս է զինված։ Այդ մարդիկ ինչ պետք է անեին։ Հիմա որն է բարոյականը, երբ որ ասենք աղբորդ վրա զինված մի քանի հոգի հարձակվում են, օրինակն եմ բերում։ Ու դու տեսնում ես, որ հարձակվել են եղբորդ վրա, ու դու չես ոչ մի բան չես ձեռնարկում, աղբերդ մի կերպ մազապուրս փախնում գալիս է քո մոտ, դու փոխանակ գեդինը մտնես, ասում ես, «Արա, այս փախարի գար»։ Զենքն էլ դու ես խլել տվել ձեռներից։ Արցախահայության զինաթափողը ռուսներն են եղել։ Այս խորհրդարանի տերերը։ Մուրջ մանգաղաստղ խորհրդարանի տերերն են զինաթափել։ Իրենք զինաթափել են, հետո Ալիևին հնարավորություն են տվել, որ զինված հարձակվի վրները, հետո այս մարդիկ եկել են, ու այս մարդկանց մեղադրում են, ասում են թողեցիք փախակ։ Չեն ասում, որ մենք մեզ լակոտի պես պահեցինք, մենք համ ասեցինք զինաթափեք, համ չօգնեցինք, համ ասեցինք չենք օգնելու, հիմա կանգնած նայում ենք, թե ձեզ ոնց են կոտորում։ Դուք եկել եք մի հատ էլ մեղադրում ենք։ Այս թողիկ փախիկ եկաք։ Այս իշխանության արտահայտությունը այլ կերպ կարող եք ձևակերպել։ Իրենք անբարոյականություն են արել, մեղադրում են տուժածին։
տուժածին մեղադրում են։ Մինչև Արցախի զինաթափելը թուրք գրիշ չէր անում մտնել։ Ինչքան որ մնացել էր, էլի չէր կարողանում։ Ինչով տվեց, տեսան որ հնար չկա։ Կապ չունի Ադրբեջանը 10 միլիոն է, այնտեղ 100,000 մարդ չէին կարողանում։ Հասկանում եք հիմա ուժը որտեղ է։ Հիմա էլ սպառնում է, ասում է, եթե դուք Արևմտյան Ադրբեջանին, ես խաղաղությունը Արևմտյան Ադրբեջան եմ համարում, որովհետև Ալիևը ինտենսիվ ամեն օր միջոցառումներ է կազմակերպում Արևմտյան Ադրբեջանի, այդ որ Նիկոլ ասում է լկտի սուտ է, լկտին ինքն է, որ խափում է հայ ժողովրդին, որովհետև Ալիևը ինչ ծրագրել է, Նիկոլը իրագործել է։ Չկա բան, որ Նիկոլը չի իրագործել, այնիշ որ չի, այն էլ որ չի, եթե չի հասցրել իրագործի, ծրագրի մեջ է, ընթանում է։ Սահմանադրությունը կլինի, այդ ինչ են անում, դեմարկացիա են անում, դելիմիտացիա են անում, կրթական համակարգի փոփոխությունը կլինի, ասենք ոնց կարող է մի գիտաժողովի կանգնեն ասեն քարահունջը մերն է, չգիտեմ, Էջմիածինը մերն է, էս մերն է, այն մերն է, այն մերն է, այդ մեր բոլորը մենք ենք սարքել, մենք ենք մեր ժողովրդի ստեղծագործություններն է, ասենք Նիկոլն ասի խաղաղություն եմ անում։ Դա խաղաղություն ասելով չի։ Ասելով խաղաղություն չի լինում։ Բազմիցս ասել ենք։ Այդպես բանել մեր Բալկան հանրապետություններն էլ խաղաղություն էին ասում։ Բայց սովետական միությունը կուլ տվեց։ Լեհաստանն էլ խաղաղություն էր ուզում, ասում էր ես խաղաղ եմ ուզում ապրեմ։ Ամերիկանը, Գերմանիան ու Սովետը իրար մեջ կիսեցին։ Դա ասելով չէ։ Երբ որ Նիկոլն ասում է խաղաղություն, հավատացեք, դա համահունչ է Արևմտյան Ադրբեջան արտահայտությանը։ Ու երբ որ ինքն ասում է ես կմտնեմ հաթաթ են տները ովքեր դեմ են, չզարմանաք, որովհետև Նիկոլի բոլոր գեներալները, բոլոր ուժային համակարգերի, դրանց բոլորին պետք է պաշտոնից գցել, իջեցնել ուսադիրները մինչև ենթասպայի, սպա անգամ չեն կարող կոչվել, ովքեր ծառայում են Նիկոլին, ովքեր իբր սև ջրի մոտ մինչև հիմա ազերիներին սովասարավ պահում են, խնդամ ձեր վրա։ Դրանք ունակ են, որ հատուկ ծառայություններին ուղարկեն հասցե առ հասցե, Իլհամը պարտադրելու է, Իլհամը ուրիշ ճար չունի, ինքը ռևանշ չի սիրում, ինքը պետք է հասցնի, պետք է կարողանա այս խառը վիճակում սպանել մեր մեջ ազգային ռևանշի կարողությունը, որ իրենք հանգիստ ապրեն, եթե չէ Ադրբեջան չի լինելու, եթե չէ Թուրքիա չի լինելու։ Նիկոլի գործողությունը սա է։ Դրա համար ազատ ասում է, կմտնեմ սրա տունը, կմտնեմ նրա տունը։ Հետո էլ Իլհամին կասի, բան արա։ Եթե կզգա, որ չի ստացվում, Իլհամին կասի սահմանի մոտ խառնի իրավիճակը, պատերազմական իրավիճակ ստեղծի, որ այս մարդկանց կարող է մտնի տները, ժողովուրդ բորբոքվեն ու սկսեն դուրս գալ Նիկոլի վրա եւ ինքը չստացվում, որ ասում են պրիոմի տակ մնա։ Ու ասեմ, այդ գեներալներին ինքը կարգադրելու է, եթե պետք է սահմանին բան խառնվի իրար, գեներալներին կարգադրելու է, որ առաջի կրակոցը Հայաստանի կողմից գնա, որ Իլհամը հանգիստ խնդրեմ չունենա, որովհետև այնտեղ եվրո դիտորդներ կան։ Նրանք պետք է արձանագրեն, որ հայերը կրակեցին, թուրքերն էլ պատասխանեցին։ Որ հետո թուրքերը արդարանան, իր Սիրասուն Ալիևը խնդրեմ չունենա։ Մեր գեներալները այսօրվա ընդունակ են։ Ու ինքը փորձելու է, եթե մենք խելոք սենց կուլ տվեցինք ամեն ինչ, ինքը չի նայելու, մտնելու է բոլորի տները, ովքեր հակա Նիկոլ են։ Կապ չունի։ Հասկանում է ինքը, ասենք Նիկոլը Պուտինի ղազն է թե չէ, կարող է պուտինական է, բայց հակա Նիկոլ է, գլխի չի, որ Պուտինն ու Նիկոլը նույնն են։ Բայց մարդ է, այդպես է պատկերացնում։ Կամ ներպես, որ գիտի Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, Սերժիկն էլ, էն էլ, Պուտինն էլ, դրանց բոլորից պետք է ազատվել։ Այդպես մարդիկ էլ կան։ Բայց ելի եմ ասում, լավ է Հայաստանում բաց Սփյուռքում ինչ է կանելու։ Հայաստանում կես միլիոն մարդ է, ըստ ցես, բայց շատ է։ Սփյուռքում մի քանի միլիոն է։ Ու Սփյուռքը անտարբեր չի մնալու, որքան էլ դուք հիասթափեցնեք, միևնույն է։ Սիրելի սփյուռքահայեր, երբեք ու երբեք երես չտեկեք հայրենիքից, երբեք։ Հայրենիքը մեղավոր չէ, որ ժողովուրդը այս տեսակ տագանքի խապված, գերեվարված մնացել է։ Այս տագանքից որ ազատվենք, հայրենիքը դառնալու է ձեր աչքին, ձեր սրտին նորից նույն բարձր, առաջնային
այն օբյեկտը, սուբյեկտը, որին միշտ երազել եւ սիրել եք։ Շարունակեք կապը հայրենիքի հետ եւ ազգային ուժերին աջակցեք։ Թրքաբոլշևիկյան ռսահապատակներին չէ, ազգային, ասել է թե մեզ, ինչով կարող եք աջակցեք, որ կարողանանք այս իրավիճակում դիմանալ մինչև տարածաշրջանում բան փոխվի։ Խոյեմ եղեք։